Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Դերասանի կինը չի դադարում ամենօրյա հրապարակումներով հանդես գալ, դե իսկ երբեմն էլ այդ հրապարակումները բավականին ինտրիգային են լինում։ Հերթական անգամ Էվելինան հրապարակել է իր ընկերներից մեկի լուսանկարն ու գրել. «Մենք անհամբեր սպասում ենք, իսկ ինքը դեռ միտք էլ չունի գալու», գրել է դերասանի կինը, ցույց տալով իր հղի ընկերուհուն։ Շատերը սկզբնական շրջանում մտածել են, թե Լևոնի կինն է պատրաստվում մայրանալ, սակայն ավելի ուշ հասկացել են, որ ոչ։ Դե իսկ այսօր դերասանն ու կինը մեկնել են հանգստի։ Վերջապես ջրհեղեղներով եկա հասատուն խայտարակ եղանակադրսում, ինձ համար չսիրելի, բայց խոստացել էի, որ ցույց պետք է տամ իմ գնումները։ Նախքան ցույց տալը ասեմ, որ այս աշխարհում ըստ իս այդքան էլ արդարացված չեմ կարողանում կամ չի ստացվում արտահայտությունները, որովհետև մեծ ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է տրամաբանության սահմաններում, բայց եթե շատ անկեղծ լինեմ մեր գրաֆիկներով մի քիչ դժվար է ստացվում նորմալ սնվելը եւ նորմալ առողջ ինչ-որ կերակուրներ պատրաստելը, հա, տանը, իսկ ես տան կերակուր սիրող մարդ եմ, Լևոնն էլ ինձ հետ միասին, բայց դե չի ստացվում, դժվար է ստացվում։ Հիմա ես կփորձեմ իհարկե պահելով բրենդերի անունները, որ հանկարծ հակագովաս չլինի, իմ գնումները ցույց տամ եւ ասեմ, որ այդքան էլ լավ բաներ չեմ արել։ Պելմենիներ եմ արել, առհասարակ կիսաֆաբրիկատներին ես ինքս դեմ եմ, ու պիտի անկեղծ լինեմ, սա երևի վերջին կես տարվա մեջ երկրորդ դեպքն է, որ առնում եմ, ճարահատյալ այսօր, որովհետև նախ կիրակի էր, կիրակի օրերին երեկոյան ժամերին ինչա խանութներում տորիչելյան դատարկություն, ոչ մի նորմալ մթերք չկա, ու բանջարեղեն միրգ չեմ արել, ու դրա համար է ինձ մոտ տպավորություն, որ ոչ մի լավ բան չեմ արել։ Գազարի հյութ կփորձենք կտեսնենք երկե խիստ կասկածում եմ, որ սա իսկական գազարի հյութ է, բայց դեմ վարսակի փաթիլներ, Գերկուլես, ասում են, որ շատ արագ է պատրաստվում, դա մեր իմացած լավ Գերկուլեսը չի, բայց ես հենց դա եմ վերցրել։ Լևոնի սիրելի բաստուրման կարագով, իր ամենասիրելի ուտելիքներից մեկն է, շատ արագ ես էլ եմ սովորել ուտել իրենից, եթե անկեղծ շատ համով եմ։ Շարունակում ենք, բոլորից շատ հայտնի, բայց առհասարակ ոչ, չարժի ուտել, իսկ ես չեմ կարողանում ինձ ստիպել և չուտել քաղցր, կարողանում եմ, որ շատ ուզում, կարողանամ, դա չի հարց, ուղղակի շատ չեմ ուզում, կարագ, ժողովուրդ, սա էլի ոչինչ տանելի է հաց, որը վստահ եմ օգտակար հաց չի, որովհետև արհեստական ուռած հաց է։ Շքերթը շարունակում ենք խմելի յոգուրտներով, Լևոնի շատ սիրելի, իրան թվում է, որ ինքը շատ օգտակար բան է խմում, հատկապես առավոտները, եթե ժամանակ չունի, սենց խմումա դուրս է գալիս, իրան թվում է վաու, բայց չէ, իրականում նրանք շատ վատ բաներ են։ Շոկոլադ, էլի ինչպես միշտ, կվաս, այսօր իմ սիրտը կվաս է ուզել, և ես առա իրան, թթվասեր, ես չգիտեմ ասել էի թե չէ, բայց հա, ոչինչ, կաթնաշոր, ինձ եմ, որ մի քիչ գոնե մխիթարելու համար, և այստեղ նայեք, խնդրում եմ չեմ արել, մամայիս աչքից հեռու ինքը ուղղակի վատանում է վախից, երբ ես ուտում եմ պահածոներ, չգիտես ինչի վախենում եմ, բայց ես արել եմ Իման Բայալդի, որը շատ եմ սիրում, հուսամ նա չի տեսնի այս իմ վիդեոները, որովհետև իմ մաման ինստագրամ չունի, պատկերացնում եք, և չի էլ ուզում ունենալ, ես հարգում եմ նրա որոշումը, և նման բանիկներ։ Գյումրու 7 վերք եկեղեցու մատուցվել է պատարագ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վաղան Խաչատուրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա են գտնվել նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ։ Պատարագը մատուցել է Քահանա Օրդոյանը։ Նշենք նաև, որ ներկաների շարքում է նաև եղել Վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի դարձած և այսօր մեծ ճանաչում ունեցող դերասան Լևոն Մկրտչյանը։ Գաղտնիք չէ, որ Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը Ազգային ժողովի պատգամավոր է։ Վերջինս հենց քրոջ, նրա ամուսնու և իր կնոջ հետ ներկա է գտնվել այս պատարագին։ Նշենք նաև, որ ավելի վաղ էլ Էվելինան հրապարակում էր արել, այդպիսով նշելով, որ այսօր մասնակցել են իրենք պատարագին։
Մարդ կա կիրակի մաքրվում ա, մարդ էլ կա ավելի ա աղտոտվում, շատ եմ սիրում, որ 24 ու 7 բամբասող, չարախոսող ու սրան նրա մահը երազող մարդիկ իրանց սուրբ են զգում ու այդ ընթացքում մի րոպե չեն դադարում թաղել, այդ նույն ակտիվությամբ ձեր միջի դևերին թաղեք։ Նշենք նաև, որ այս հրապարակման մեջ Էվելինան կարծես թե նաև քաղաքական երանգներ է մտցրել, քանի որ վերջին շրջանում քաղաքականության մեջ մարդիկ իսկապես միմյանց մահն են ցանկանում։ Նշենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել ենք Էվելինան ինստագրամյան էջում Լևոնի մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Զույգը ցույց է տվել իրենց նոր բնակարանը, որը ձեռք են բերել երկուսով միասին։ 2025-ը մոտենում է ավարտին, տարվա ամփոփում դեռ կհասցնենք անել, բայց հիմա ձեզ հետ կիսվում եմ մեր կյանքի պատմության ամենակարևոր էջերից մեկով եւ ուզում եմ, որ դուք էլ առանց վարանելու հավատաք ձեր նպատակներին ու գնաք դրանց հետևից։ Դեռ ժամանակ ունեք այս տարի եզրափակելու կարևոր ձեռքբերմամբ, այն է բնակարան ձեռք բերելը։ Դերասանի կինը այս հրապարակումով ցույց է տվել նաև իրենց էմոցիաները, երբ ձեռք են բերել նոր բնակարան եւ առաջին անգամ մուտք են գործում այնտեղ, թե իսկ երկրպագուները ոգևորվել են ընտանիքի այս տեսակ ձեռքբերմամբ եւ շնորհավորել մաղթելով նորանոր ձեռքբերումներ 2026 թվականին։ Նշենք, որ ավելի վաղ կիսվել էինք Էվելինայի հրապարակումով։ Ես եմ, արի ասեմ, ասա լսեմ։ Արի ասեմ, իբր թե Ջուլին սպիտակ մազեր ունի, չի ներկում, իրականը։ Լռում ես, լսում ես, խոսում ես, թաղվում ես, բայց արի ուտես, որ սիրուն ես ու քեզ սիրում են։ Փայլում են այլերը, կարմիր այտերը, սիրուն սրտերը, սուտի ծտերը։ Յանը մթոմ, արևներս փակել են, ատամներս հաշվել են, օդում փոշին, սրտում լուսին, հերիք եղավ բոլեղավ, գազազած, գող ինձ թող, հերիքա գողանաս մտքերիս տիրանաս, մեկա բնորինակը բարոյական տարածականը, պիկը էպիկա։ Ինչի ենք սեղանի սկիզբը միշտ նկարում, ոչ թե վերջը, շարվող մտքերը, դրած հայացքները, ձևը։ Էվելինայի նմանատիպ խորհրդավոր հրապարակումը բազմաթիվ հավանությունների է արժանացել ինստագրամյան հարթակում։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը ինստագրամյան էջում անսովոր հրապարակում եւ գրառում է թողել։ Վերջինս պատասխանել է համացանցում տարածվող այն լուրերին, թե ինչու ինքը իր հայրիկի մասնակցությամբ հրապարակում չի անում եւ ինչու են հրապարակումները բացառապես մայրիկի մասնակցությամբ։ Շատերը խոսում էին այն մասին, որ Էվելինան միգուցե իր հայրիկի հետ որևէ կապ չունի։ Այս ամենին փորձել է որոշակի պատասխան տալ վերջինս։ Սիրում եք ընտանեկան ֆոտոներ, մոկ ծնունդդ շնորհավոր։ Այս նկարում ամբողջական չենք, տատիկս, պապիկս, մամաս, մորաքույրներս ու մորաքրոջս աղջիկը։ Մնացածը պարում էին։ Ամեն բան հանգամանալից ներկայացրի, իսկ թե Էվելինա Ստեփանյանը ինչու չի հրապարակում հայրիկից կամ ընտանիքից ֆոտոներ, ասեմ, մերոնք չեն սիրում լինել հանրային, մեկ-մեկ թաքուն փոստեր եմ անում։ Նշենք, որ հերթական անգամ Էվելինան հայրիկի մասնակցությամբ այդպես էլ հրապարակում չարեց։ Հավելենք նաև, որ երեկ էլ ներկայացրել էինք Էվելինայի մեկ այլ հրապարակում։ Ինստագրամյան հարթակում ամուսնու մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ վերջինս հոգնած նոր է վերադարձել աշխատանքից։ Գաղտնիք չէ, որ Վերջին զանգը հեռուստասերիալը մեծ ակտիվությամբ նկարահանում է իր սերիալի վերջին սերիաները, դե իսկ Լևոնն էլ բավականին հոգնած եւ տանջված տեսք ունի Էվելինայի հրապարակած տեսանյութում։ Ձեր սիրելի դերասանը հոգնած ջարդված եկել է սեմքայից ու կանի հիմա unboxing կոշիկ։ Դες դուրդ գալիս եմ։ Նորը սարը։ Ստմարը չի։ Ինչի չնայեցի։ Որը են առաջինը։ Հա, լավն է, դուրս բերեց։ Դուրդ բերեց։ Շատ լավն է։ Այս սպիտակ կեդերը դուրս եկավ։ Ճիշտ է, այստեղ սպիտակ կեդեր սիրող մարդ չեմ, բայց սիրուն է ինչ խոսք։ Լավ, այն մեկը ավելի ինչ հետաքրքիր է քո կարծիքը։ Չեն մյուսը լավ։ Ձախը լավ է։ Լավ է լավ։ Նայ հաց ուտենք, սոված ենք։ Սպասել եմ այսքան, որ գո հաց ուտենք միասին։ Դե նայ։